Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 2,483,000 քաղաքացիներից ավելի քան 100,000-ը հաշմանդամություն ունեցող անձինք են։ Նրանք հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին քվեարկելու իրավունք ունեն, ինչ է պարտավորեցնում ընտրական օրենսգիրքը։ Ընտրական իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների համար ապահովել ընտրական իրավունքի իրականացման հավասար պայմաններ։ Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար այն մատչելի դարձնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է սահմանել լրացուցիչ հնարավորություններ, ապահովելով ընտրողի կամքի ազատ արտահայտման հնարավորությունը և քվեարկության գաղտնիությունը։ Հենաշարժական, տեսողության, լսողության և մտավոր խնդիր ունեցողներ։ Այս 4 խմբի ընտրողներին է առանձնացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշմանդամություն ունեցող ավելի քան 100,000 ընտրողների շրջանում։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի պարզեցված է, իրենք կարիք չունեն գնալու լիազոր մարմին կամ անպայման էլեկտրոնային ստորագրություն ունենալու, իրենք կարող են հաշմանդամությունը փաստաթուղթը կցել իրենց դիմումին եւ այդ ընթացակարգով դիմել լիազոր մարմին եւ համակարգչի առջեւ նստած փոխել իրենց տեղամասային կենտրոնը եւ ընդգրկվել այն տեղամասում, որը մատչելի է։ ԿԸՀ-ի կայքում ավելի քան 2000 ընտրատեղամասերից առանձնացվել և մակնշվել են բոլոր այն տեղամասերը, որոնք մատչելի կամ մասամբ մատչելի են այս կամ այն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ավելին, նրանք կարող են քարտեզի վրա նկարներով տեսնել տեղամասերը և գնահատել դրանց մատչելիությունը իրենց համար։ Մենք մատչելիության գնահատում անում ենք ոչ միայն հենաշարժական խնդիր ունեցող ընտրողների համար, այլ նաև եթե տեսնում եք տեսողության խնդիր ունեցող անձանց համար եւ իհարկե բրայլյան գրառությամբ, եթե կան դպրոցներ, հաստատություններ, որոնք բրայլյան գրառություններ ունեն, դա եւս դիտարկված է։ Մտավոր խնդիր ունեցողների համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշմանդամության բոլոր խմբերին վերաբերելի վարվեցողական կանոնների ուղեցույցներ է պատրաստել, իսկ լսողության խնդիր ունեցողների համար իրազեկման նյութեր միաժամանակ ժեստերի լեզվի թարգմանությամբ և տողատակերով գրված ձևաչափով։ Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շեշտում է, որ յուրաքանչյուր ընտրությունից առաջ փորձում են բարելավել և հավասար պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքն իրացնելու համար, խնդիրների մեծ մասը շարունակում է մնալ չլուծված։ Ընդ որում, խնդիր է ոչ միայն մատչելի ընտրատեղամաս հասնելը, այլև քվեարկության սենյակում տեղաշարժվելը։ Եթե մարդը հաջողությամբ հասել է տեղամասային կենտրոն, հաջորդ հաղթահարելու դժվարությունը կարող է լինել մուտքի մոտ։ Սկսած բակային տարածքից, որ կարող է անմխիթար վիճակում լինել, հարթ տարածք չլինել, որ կարող է ջրափոսեր լինեն, թե քարթակ բացակայի աստիճանները շատ լինեն եւ այլն։ Տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ եւս կարող են դժվարությունների բախվել, այդ թվում ինչպես հասնելու, այնպես էլ քվեասենյակի ներսում տեղաշարժվելու։ Հաշմանդամություն ունեցող անձինք բազմաթիվ դժվարությունների են հանդիպում նաեւ մինչեւ ընտրության օրը։ Քարոզարշավային փուլում։ Իրենց տեսանյութերը ժեստերի լեզվով ունենալու, իրենց նախընտրական ծրագրերը ձայնային տարբերակով ունենալու պահանջները օրենսդրությամբ նախատեսված չեն եւ կուսակցություններն էլ շատ ոգևորված եւ տոգորված չեն նման բաներ անելու հարցում։ Հաշմանդամություն ունեցող ավելի քան 100,000 քաղաքացուց քանիսը կմասնակցեն ընտրություններին։ Արդյոք կկարողանան առանց խոչընդոտների հասնել ընտրատեղամաս, հետո քվեասենյակ եւ ի վերջո հավասար պայմաններում իրացնել ընտրելու իրենց իրավունքը։ Պարզ կդառնա հունիսի 7-ից հետո։